Իդեպ, սուր սթրեսային ռեակցիան հոգեբանական արձագանք է վախեցնող կամ տրավմատիկ երևույթներին։ Ըստ երևույթին սա այն է, ինչ հաճախ նկատում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ Արցախ բառը լսելուց հետո։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Եկեք վերհիշենք Արցախը Հայաստանը եւ վերջ բղավող Փաշինյանի մի շատ հետաքրքիր հայտարարություն։ Եթե մտանք այդ դաշտ սկսեցին կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա։ Հիմա առաջարկում եմ լսել իրական Փաշինյանի, այսինքն Արցախն Ադրբեջան, արցախցիներին էլ փախած համարող Փաշինյանի մեկ հայտարարություն։ Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց կարիքը լինի այդ տվյալները կգաղտնա։ Ես համոզված եմ, այս խմորը ջուր կտանի, կթողենք որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ, երբ որոշում կայացնեմ այդ ամեն ինչը հրապարակեմ։ 44-օրյա պատերազմից 3 օր առաջ Ադրբեջանն ապակայունացնել խոստացողի օրոք կորսվեց Արցախը եւ հիմա էլ ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանին է սպառնում։ Սպառնալիքներով սակայն չի բավարարվում։ Որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Պատմական արդարության վերականգնում է, որ հայոց ցեղասպանությունը ճանաչվի եւ լինի հատուցում։ Արցախցին հայրենիք վերադառնա։ Արցախը կրկին հայկական լինի։ Հայկական հողում ադրբեջանական դրոշներ չլինեն։ Որ մեր թշնամիներին սա ձեռնտու չէ, գիտենք, իսկ Փաշինյանին ինչու ձեռնտու չէ։ Եվ ով կարող է, ով իրավունք ունի ողջ հայ ազգի անունից հրաժարվել այս ամենից։